Հրապարակը գրում է. հուլիսի 1-ից Հայաստանում ներդրվեց անապահովության գնահատման նոր համակարգ։ Սակայն այս որոշումը Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունել էր դեռևս 2025 թվականին։ Այն ժամանակ որոշվել էր համակարգը փորձնական ներդնել միայն Կոտայքի եւ Սյունիքի մարզերում։ Իսկ այս տարվա հունիսի 11-ին կառավարության ընդունած որոշմամբ նոր համակարգը հուլիսի 1-ից իբրև թե պիլոտային ծրագիրն արդարացրել է իրեն, ներդրվեց հանրապետության ողջ տարածքում։ Հարյուրավոր ընտանիքներ հունիսի 1-ի նպաստը չստանալով տեղեկացել են, որ իրենք այլևս անապահով չեն համարվում։ Նպաստառուների ցանկից շատերի դուրս մնալու պատճառը 10,000 դրամով թոշակի ավելացումն ու 10,000 դրամ հետ վճարն է դարձել կամ առողջապահության ապահովագրության ներդրումը։ Ինչ որ հաշվարկներով շատ ավելի մեծ թվով ընտանիքներ զրկվեցին նպաստից, քան շահեցին կենսաթոշակների բարձրացումից ու անվճար բժշկական սպասարկումից։ Ընդ որում իշխանությունը դա արել է խորամանկորեն։ Թոշակներն ավելացել են ապրիլից, իսկ նպաստները կտրել են հունիսից, որ ընտրությունների շեմին մարդիկ չիմանան այդ մասին, գնան ու ՔՊ-ին ընտրեն։ Թերթի աղբյուրն ասում է, որ մինչև 2018 թվականը Հայաստանում ընտանեկան նպաստ էր ստանում 100,000 ընտանիք։ Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ այդ ընտանիքների քանակը կազմել է 46,000, թեև աղքատությունը չի նվազել երկրում։ Պարզ մաթեմատիկական հաշվարկով ստացվում է, որ 8 տարում նպաստ ստացող ընտանիքների քանակն ավելի քան 54%-ով նվազել է։ Հունիսի 7-ից առաջ ընտրողին կաշառեցին 10,000 դրամով թոշակ բարձրացրին, իսկ հիմա նպաստառուների քթից են բերում թոշակների փողը նրանցից գանձում։ Թերթի աղբյուրի պնդմամբ, եթե փորձնական ծրագրի իրականացումից առաջ 2025 թվականի սկզբին Կոտայքի մարզում ընտանեկան նպաստ էր ստանում 3762 ընտանիք, գնահատման նոր չափանիշների ներդրումից հետո ստանում է ընդամենը 1125, սակայն սա էլ վերջնական թիվ չէ, հնարավոր է, որ 1125-ի մի մասն էլ կրճատվի։ Ստացվում է, որ եթե Սյունիքում 869 ընտանիք է զրկվել նպաստից, ապա Կոտայքում նպաստից զրկվածների թիվը հասնում է 2637-ի։ Թերթի աղբյուրը նաև ասել է, որ Տավուշի մարզում էլ 3680 նպաստառուներից մոտ 2000-ն է զրկվելու նպաստից։ Հրապարակը գրում է. ԿԸՀ նախագահ Վահագն Հովհակիմյանը, ով 2022 թվականի հոկտեմբերից է այս պաշտոնը զբաղեցնում եւ ում մասին հիշում են ընտրությունից ընտրություն, պաշտոնը ստանձնելուց 1 տարի չանցած 2023 թվականի հունիսին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում առանձնատուն ու հողամաս է նվեր ստացել։ Հովհակիմյանը նաև առանձնատուն է կառուցում, որի համար կառուցապատման վարկ է վերցրել։ 2025 թվականի վերջին նրա վարկի մնացորդը կազմել է 34 միլիոն 890 հազար 659 դրամ։ Վահագն Հովհակիմյանը Հովհակիմյաններ ՆՄ ընկերության 100% բաժնետերն է։ Հովհակիմյանը տարվա ընթացքում 1,4 միլիոն դրամով վաճառել է իր Nissan Magnich-ի ավտոմեքենան։ Տարեվերջին նրա բանկային հաշիվներին եղել է 1 միլիոն 424 հազար 797 դրամ եւ $6000, իսկ կանխիկ ունեցել է 2 միլիոն դրամ։ Նրա եկամուտները կազմել են 21 միլիոն 483 հազար 900 դրամ, որից 18 միլիոն 349 հազար 314 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ մնացած գումարը եկամտահարկից։ Այսինքն Վահագն Հովհակիմյանն ամսական ստացել է մոտ 1,5 միլիոն դրամ աշխատավարձ։ Փաստը գրում է 2025 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքները մտահոգիչ միտումներ են բացահայտում, քանի որ արձանագրվել են ծախսերի եւ հատկապես կապիտալ ծախսերի զգալի թերակատարումներ, որոնք շարունակում են մնալ Հայաստանի պետական ֆինանսների համակարգի առանցքային խնդիրներից մեկը։ 2025 թվականին պետական բյուջեի ծախսերը կազմել են 3 տրիլիոն 305,3 միլիարդ դրամ, ապահովելով ճշտված պլանի նկատմամբ 95,8% կատարողական։ Թեև առաջին հայացքից կարող է թվալ, որ շուրջ 96% կատարողականը բավարար ցուցանիշ է, սակայն բյուջետային քաղաքականության տեսանկյունից նույնիսկ մի քանի տոկոսային կետերի թերակատարումը կարող է նշանակել տասնյակ եւ նույնիսկ 100 միլիարդավոր դրամների չիրականացված ծրագրեր, հետաձգված ներդրումներ եւ հանրային ծառայությունների որակի անկում։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 89,6%, ինչը նշանակում է, որ տնտեսության երկարաժամկետ զարգացման հիմք հանդիսացող ներդրումային ծրագրերի զգալի մասը կամ ամբողջությամբ չի իրականացվել, կամ իրականացվել է ոչ ամբողջ ծավալով։ Կապիտալ ծախսերի թերակատարումը պարզապես ֆինանսական կարգապահության խնդիր չէ, այլ զարգացման ռազմավարության արդյունավետության հարց։ Ակնհայտ է, որ ծրագրային դասակարգման մակարդակում արձանագրված ցուցանիշները ցույց են տալիս ավելի խորը համակարգային խնդիրների առկայությունը։ Հրապարակը գրում է. Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ մնացական Սաֆարյանը 3 մատնել է իշխանության Ռուսաստանից ունեցած վախերը։ Պատասխանելով հարցին, թե թրիփի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես է պատկերացնում Երևանը, Սաֆարյանը պատասխանել է. այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է եւ ԵԱՏՄ տարանցման կանոնները գործում են մեր տարածքում։ Այսինքն թրիփը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով, այո, ասել է նա։ Ստացվում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի անունը կրող նախագիծը
ցվել է Պուտինյան ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ։ Մի բան, որի համար շուրջ 1 տարի պայքարում էր ռուսական կողմը, Հայաստանի իշխանություններին զգուշացնելով, որ չի կարող թրիփը գործել, քանի որ Հայաստանում տարանցման կանոնները պետք է ենթարկվեն ԵԱՏՄ կանոններին, իսկ մեր իշխանություններն էլ համառորեն անտեսում էին այդ զգուշացումները։ Քաղաքական կուլիսներում երեք այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Ոմանց կարծիքով Ռուսաստանի սանկցիաներն այնքան են խեղճացրել այս իշխանություններին, որ ԱԳՆ պաշտոնյան չի ցանկացել ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները, բայց հայ-ամերիկյան կոնֆլիկտի վտանգ է ստեղծել։ Որ ռուսական կողմի գործողություններն անհանգստացնում են Հայաստանի իշխանություններին, պարզ դարձավ եւս մեկ փաստից։ Պաշտոնական Կրեմլը հաղորդեց, որ հայկական կողմի նախաձեռնությամբ Փաշինյան-Միշուստին հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Քննարկել են Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն փոխկապակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերում են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական եւ մշակութային հումանիտար ոլորտներին։ Հրապարակը գրում է. մի քանի օրից ՍԴՆ կհրապարակի ընտրությունների վերաբերյալ որոշումը եւ ընդդիմությունը կհայտարարի մանդատները վերցնելու մասին։ Իշխանական թիմում մեծ հույսեր ունեն, որ ընդդիմադիրների շարքերից մարդագողության արդյունքում լրացուցիչ պատգամավորներ են ունենալու եւ սահմանադրական մեծամասնություն են զավթելու խորհրդարանում։ Սակայն թերթի աղբյուրներն ասում են, որ Սամվել Կարապետյանը լուրջ աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, նվազագույնի հասցնելով ռիսկերը եւ պատգամավորության այն տեխնացուները, որոնք խոցելի են ու իշխանությունների ճնշումներին չեն դիմանա, ինքնակամ կլքեն ցուցակը։ Փաստը գրում է. Երևանում ամառային տապը նոր է սկսվել, բայց մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակն արդեն վերածվել է իսկական աղետի։ Մինչ պատասխանատուները զով կաբինետներից հերթական հայտարարություններն են տարածում, Արաբկիր վարչական շրջանում, հատկապես Կոմիտասի պողոտայում եւ հարակից փողոցներում արդեն 2 օր է ինչ ջուրն ուղղակի անջատված է։ Ավելին, պաշտոնապես էլ հայտարարվել է, որ հուլիսի 1-ից փոխվելու է ջրամատակարարման գրաֆիկը։ Այսինքն սաստիկ շոկին զուգահեռ գիշերները կրկին ջուր չենք ունենալու։ Ջրամատակարարման այս նոր սահմանափակումներն ու գիշերային անջատումներն ըստ էության դառնում են Փաշինյանի վերարտադրության գինը։ Կորզելով ընտրություններում եւս 1 ժամկետ ու վերահաստատելով իր իշխանությունը, նա այժմ համարում է, որ իր ձեռքերն արձակված են եւ եկել է բացահայտ ոչ պոպուլյար հակաժողովրդական որոշումներ կյանքի կոչելու ժամանակը, քանի որ սպառողի դժգոհությունն այլևս չի սպառնում նրա քաղաքական հաշվարկներին։